Նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականին նույնպես շոկի կենթարկվի, այնպես որ թող իրան երևի առողջ պահի, որպեսզի կարողանա դիմանա, արդեն տարիքով մարդ է, կարա երկրորդ շոկին արդեն չդիմանա։ Ինչ վերաբերում է հանրային համերաշխությանը, ապա ես այսպիսի մի օրինակ բերեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը, երբ որ տեղափոխվեցին Հայաստան եւ զբաղեցրեց վարչապետի, հետագայում նաեւ բռնազավթեց Հայաստանի նախագահի պաշտոնը, աթոռը, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը ըստ իրենց պնդումների աղքատ մարդիկ էին։ Բայց այդ 10 տարիների ընթացքում իրենք դարձան միլիարդատերեր առնվազն դրամով եւ ընդհակառակը մեր քաղաքացիները աղքատացան եւ դրանց զգալի մասը շուրջ 250,000 քաղաքացիներ արտագաղթեցին երկրից։ Հետևաբար որտեղ է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների այդ հանրային համերաշխությունը, երբ որ աղքատ նախագահ եւ իր ընտանիքը գալիս եւ դառնում են մուլտի միլիոնատերեր, իսկ քաղաքացիները, ովքեր ամենօրյա իրանց աշխատանքն են տարել, դառնում են շատ ավելի աղքատ եւ չքավոր, այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանի հանրային համերաշխության մոդելը դա է, ապա ցավում եմ իր համար